ходила, песни заводила про степного сизого орла, про того, которого любила, про того, чьи письма берегла. Ой, ты песня, песенка девичья, ты лети на дальний крайний свет, и бойцу на дальнем пограничье от Катюши передай привет. И бойцу на дальнем пограничье от Катюши передай привет. Пусть он землю бережет родную, а Катюша любовь бережет. Իրահերը իմ հոր հնգերն ա եղել, ծվվալով տվեցին իրան մեզ, գնացինք ուզեցինք տվին էլի։ Չեն մերժել։ Չէ, այ, պես տղին։ Օրենքս վաբշե ուրիշ էր, Աջո ջան։ Ումանում էին, այս մարդը աղջիկ ունի, սրանք էլ տղա ունեն, այդ աղջիկը լավն ա, գնանք ուզենք, գնում էին, եկել ենք հա, հերնումերը տալիս էին, աղջիկը գնում էր, մի կվանման չի, որ ասեն, չեմ ուզեմ ֆլանա, բեֆանա, հիմա, բայց չէի պատկերացնում, ինչ ա դա, այդ ամուսնությունը։ Ատա է։ Он хитрый Дмитрий. Спите, глядит. Уля. Մենա գազերն եմ իրան տալիս, գազը իրան, նա ճաշը հասցրված կրել է իրանը, որը բրախլամայը տանը մեն ու մի շապատ փախավ գնաց, էտա հաջոյը, կամ աղջիկը լավնա տղեն բաշակա է շատնան։ Առաջ ոնց էր, եթե ամուսնանում ես, գնում ես այդ տուն, ես սա կեսրարս ա, սա կիսուրս ա, սա ամուսինս ա, սա տեքրաս ա, բոլորին պետքա հարգած լինես, առաջ տենց էր Աջո ջան, բայց հիմա չէ, դարը շատ մեծ փոխվել ա, հիմա որ գալիս են, չեն ասում, ռուսն ասում ա, попал волчья стадо, вой по волчьи, значит, как в их стадо попало, значит, ты по-ихнему, իրանց ձև պետք ա եղնես։ 8 հաղբեր ուներ, 8-ը, 2 զոնքա չեմ ունեցել, գնում են ընդեղ ձված եղեն անում, գնում են ընդեղ նայր էր անում։ Թող է Թող է։ Ես որ ծնվել եմ, շատ սպիտակամորտ, շեկ մազերով, ռուսին նման է, точно ռուս։ Վագոնը məsələn գողացել են ռուսները, ասին ռուսիա կիկո։ Հերս անունս դրել ա Դուսյա, որ ռուսի անունը։ Բայց ես հետո ոնց որ թե չէի ուզում, ամանչում էի ոնց որ այդ Դուսյա անունը։ Դե լավ է, ինչ էլ եկել, արա է։ Փոխեն մի անուն դրենք, ոդա 60 տարի Դուսյա էր Միկել Կատյուշա դարձրել, մեկի հարսը շատ է սիրուն եմ, տանը տիրոշն է վառում, դուսա գալի հարևանին է վառում, հանի մերն է, սիրուն, գեղմը թեն չկար, թոպլիկներ լավն էր, լավն էր։ Կակավծիտը գիտես չէ, Վալջան, տոչնայոն, իսկ ես ինչ։ Ատստավի։ Ես կաթև եմ ապրել սակյամ, ես միջև եկուց վաղթես եկուշիշ չկա, ինքը չխմեմ, ինձ մարա բերամ։ Ուխ, գլգլոչին մերն եմ կաթի, ծխել եմ 53 տարի, ես 20 քանի տարից դեն եմ կցե, չեմ ուզեմ, կաթի, անցել եմ կաթի, սենց կյանք էր, ռուսը գրում էր, որ դաշտը, կամ մաշինա էր, կամ սելերով էին գնում, երկով էին գնում, երկով թենց ռուսը երկում էր, որ սաղ աշակը լսում էր, գալուս էլ էին երկասում, ռուսը հալալ մարդ էր, նա չեր սիրում, որ իրան խապես, սուտ խոսած նրա դեմ, գողություն չկար, ոչ մի բան, ասենք թե նախ իրա գնում, մի գարը չեկավ, կգանա, մյուս օրը կամ
մեկի տունը մտնում է չեն գողանում, հալալություն կա մարդերից, սա անել իրար հարգում էին։ Ես պարզ ճակատով կասեմ, որ ռուսներից մենք շատ բաներ ենք սովորել։ Ոնց որ թե они как законник, էլի։ Ճշտություն սիրող, մաքուր մարդ։ Այս գյուղը շատ մաքուր գյուղ էր։ Մեծին հարգում էինք։ Ոնց որ մենք փոքր մեծերին հարգում էինք, դասատուին հարգում էինք։ Դպրոցը, գիտես, աշակերտը վախում էր։ Տարբերվում էր, դասատունը, աշակերտն է, ուրեմն մեր մեջ շատ սիրով ենք եղել դասատուների հետ, աղջիկ ջան։ Սովետը համ խոտն էր տալի, համ կարտոշկն էր տալի, համ յուղն էր տալի, պանինը սաղ մեզ տալիս էր։ Գնաշխատի տարվա վերջին ստացի սաղ տարինքի խմի մանարի։ Դե սովետի վաղ փող չկար աշխատավարձ։ Трудодни։ Ես ասում եմ սենց պետք է, դու ասում ես սենց։ Այն մասը տիլի, որ դու չես դեսեմ ես ինչ անեմ։ Ճայք ժամանակ ուր ենք իրաց տեսեմ, մենակ առավոտից ինքը գնում էր, մեխանիզատոր էր, գարաժ, տրակտորի վրա գնում էին գործի, մենք էլ երեխանց կերցնում խմցնում էինք, որին մանկապարտեզ, որին դպրոց, գնում էինք դաշտ։ Լավն էր, են կյանքը լավն էր։ Սրանք սիրում են իրար, հո, երելով գդիմանա։ Գակ մեր տուն մեզանի շնորք վերցնեն։ Հալալություն, մաքրություն, հարգանն ու պատիվ թող ջահելները թողան իրար մեծերի համար, մեծերից բան սովորեն։ Ես մազերը շեմ կորցնեմ ուրիշի բարձի վրա։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, քարայր գրատների, լոռվաքաջերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։